Իհարկե անմասը չի մնում նաև սեռական առողջությունը։ Պարտադիր, ցավոք սրտի։ Այո, եւ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ դեպրեսիայի ժամանակ դժում է սեռական առողջությունը եւ շատ դեպքերում շատ ուշ են դրա մասին իմանում կամ չեն էլ իմանում, եթե չհասնեն մեզ կամ ձեզ։ Ինչ առանձնահատկություն կա, եթե կա իհարկե մասնագիտական, գուցե դիմում են ձեզ եւ գանգատների շարքից դուք արդեն կռահում եք եւ հատկապես լսում եք սեռական գանգատը, արդեն կռահում եք, որ գործ ունեք դեպրեսիայի հետ, արդյոք խոսում են դրա մասին իրենք, հատկապես դեպրեսիվ հիվանդները։ Ես կուզենամ ասեմ, որ իրականում այս թեմայի շուրջը խոսելը մեր պացիենտների համար այդքան էլ հաճելի չի։ Իրականում խուսափում են, դժվարությամբ են խոսում։ Իրականում դա մենք պիտի դրա մասին հասկանանք, նույնիսկ եթե իրենք չեն ասում, որովհետև էներգետիկ պոտենցիալի իջեցումը ինքը էներգետիկ պոտենցիալի իջեցում է, դա իջեցնում է ամեն ինչ եւ առաջի հերթին, այո, առաջի հերթին դա ազդում է ցավոք սրտի եւ դրա վրա եւ դա էլ կարող է գումարվել, որովհետեւ մարդը ավելի լավ է իրեն զգում, երբ որ գիտի, որ ուրիշների մոտ էլ է տենց ու եթե ուրիշների մոտ էլ է տենց ու անցնում է, իր մոտ էլ կանցնի, բայց քանի որ թեման շատ փակ է եւ չեն ուզում դրա մասին խոսել եւ խոսում են ամեն ինչի մասին, բայց դա մնում է մութ անկյունում, ինքը տանջվում է ինքը իր հետ, չի հանում դուրս։ Դրա համար դա էլ գումարվում է այդ վիճակին ու ավելի խորացնում է։ Լավ կլինի որ խոսեն, որովհետեւ եթե խոսեն, մենք կարող ենք եւ կամ մենք անենք կամ ուղղորդենք։